Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ուղենիշային առաջնահերթությունները բարձրաձայնվեցին, ամեն դեպքում տեսան, որ հենց դրան հաջորդեցին իշխանությունների անհամաչափ արձագանքը նույնիսկ ընտանիքի վիրավորանքներ հասցնելով և սպառնալիքները։ Այս պայմաններում իշխանությունը, որի ձեռքերի վարչական այսպես հաղթականերով է ձեզ վախեցնում, որքանով եք իրատեսական գնահատում ձեր հաղթանակի հնարավորությունը, տեսանք, որ Սամվել Կարապետյանը չեք կասկածում։ Ճիշտ ասած, ես էլ չեմ կասկածում եւ վաղուց չեմ կասկածում, իսկ իշխանությունների նյարդային պահվածքը եւս մեկ ապացույց է, որ այդպես էլ լինելու է, ինչ վերաբերում է ձեր ասած վիրավորանքներին, գիտեք, մակարդակի խնդիր է։ Ես շատ ցավում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը ղեկավարում է մի փոքրիկ խմբակ, որը չունի ուղղակի այդ մակարդակը, այսինքն քաղաքական ճիշտ բանավեճի, առարկայական, որպեսզի ժողովրդին էլ պարզ լինի, չէ, իրենք երկու խնդիր են լուծում, մեկ իրենց, այսպես ասած, նյարդային վիճակն են փորձում բացատրել, չնայած դա արդեն պարզ է բոլորի համար, երկրորդը վախի մթնոլորտ սերմանել։ Հավատացած եղեք, որ մենք այդ մակարդակի չենք իջնելու, մեկ-երկու փոքր հումորային շատ գեղեցիկ բնորոշումներ, որ պարոն Կարապետյանը տվեց, շատ ճիշտ է, բայց իրենց մակարդակին չեն պատրաստվում իջնել։ Ազինյանը նաև լրացնենք կառավարության նստից հետո Նիկոլ Փաշինյանը ասաց, որ իրենց ճապատակեն եւ դա իրենց ծրագիրը ու չեն տալու, որ նաև ձեր պատասխանը մեծ բոլորան ասում շեն այդքան տոկոս ձայն չվարքեր եւ երկրորդ հասները չկան։ Սնկերի հետ կապված Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է դատել Սամվել Կարապետյանը։ Ապա զուշացված չէ Սամվել Կարապետյանը, որպեսզի վտանգավոր հայտարարություն Նախ առաջինը ես չեմ պատկերացնում այդ թույլ չտալը իրենց իսկ հռչակած ժողովրդավարական բաստիոնում ոնց կարող է իշխանությունը թույլ տալ կամ չտալ մի բան, որը իրենից կախված չի։ Այսինքն այս պայից հայտարարում է, որ ժողովրդի թվեն գողացվելու է, թող փորձի։ Չէ, մարդկանց բանալի փորձ չի։ Մարդկանց չկան ժամանակահատված։ Սամվել Կարապետյանի հայտարարությունը ոնց մարդկանց համոզում է, բայց ամենաանկեղծ եւ ամենաճիշտ հաշվարկներով դա իր համար չի ստացվում ամենայն դեպս, ինչ վերաբերում է սրկերին, անկեղծ ասած, պարոն Կարապետյանը հայտարարեց մի բան, որը թերևս բոլորն են հասկացում։ Ուղղակի չգիտեին սունկ է, թե այլ միջոցներ է, ըստ որի այսպես փոքրիկ խմբակը ընկնում է հոգեխանգարմունքի մեջ։ Այնպես որ ես ոչ մի բանի վրա չեմ զարմանում, իրենց գործելավոճն է, իրենց մակարդակն է, թող փորձեն, անկեղծ ասում եմ ձեզ, այնքան վստահ ենք, որ մեզ տված քվեն հատ-առհատ պաշտպանելու է։ Այնուամենայնիվ դատական գործեր միգուցե հարուցվեն տարբեր այսպիսի արտահայտությունները պատրաստ եք անցնել դրանից եւ ինչ եք ձեռնարկել, այսինքն պետօրականության թույլատում ընդհանուր առմամբ պատրաստվում եք այս համենայնիվ երեքված բանալիքից։ Հիմա ո՞նց եք պատկերացնում, եթե մի թիմ մի քաղաքական ուժ, որը չի վախենում կալանավորվելուց, ինչպես կարող է վախենալ դատական քաղաքացիական հայցերից։ Այդպիսի խնդիր չկա, չբացեմ այսպես մարտավարական միջոցները, բայց ես գոնե մի միջոց գիտեմ, որով կարող է հիմնավորվել Սամվել Կարապետյանի ասած։ Ազինյան ձեր քաղաքական բայց օրինակ հալիցորում ուշտ եք, բայց դե հալիցորում օրինակ այլ հարակից մանկաբարձներում ավելադրումները հենց ձեր դիմացության անով այդ կոշտում են։ Ջայլոց փոքրիկ խմբակի ղեկավար ես էլ որերորդ անգամ ես ուզում եմ ասում եմ ժողովրդին շատ դիտի, արդեն հանցակազմ, ըստ ինձ հանցակազմ պարունակող արարքներ է գործում, ինչի համար ձեզ ասեմ, որովհետև կասկածի տակ է դնում դատարանի որոշումը։ Վարչական դատարանը ամենայն դեպս առաջին ատյանին հստակ արձանագրել է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը այդ կետով զրկել հեծի լիցենզիայից իրավաչափ չէ եւ չի ապացուցվել։ Ոչ միայն հերքում ենք, դա դատարանն է հերքել, իսկ դատարանի որոշումը այսպես կառավարության ղեկավարի կասկածի տակ դնելը համոզված եմ, որ հանցակազմ պարունակող արարք է նաև։
հասկանում եք ուր ենք հասել։ Կոնկրետ դատարանի որոշումը, ասում եմ ամենայն դեպս առաջին այցանի, քանի չկա այլ որոշում, չի կարելի խոսել դրա մասին, համոզված եմ նաև կլինի վերջնական որոշում։ Այնտեղ 6 կետ էր։ Կետերից մեկը հավելագրումների մասն էր, որը դատարանը ապացուցված չի համարել։ Հիմա նորից կրկնում եմ, եթե ունեցել ենք 2000-ից ավել նյութական պատասխանատու, անհատ, անձիկ։ Հիմա դա նույն բանն է, անկեղծ ձեզ ասում եմ, որ մեղադրել սեփականատիրոջը ինչ-որ մի համայնքում ինչ-որ մեկի կողմից կատարված հավելագրմանը, դա նույն բանն է, որ օրինակ ինչ-որ մի հատ պետական մարմնի հասարակ աշխատող կաշառքի վրա բռնվի, փոքրիկ խմբակի ղեկավարին մեղադրեն կաշառակերության մեջ։ Նույն բանն է, ուղղակի գիտեք ոնց խաբում է, սուտ է խոսում։ Պարոն եւ տեղեկություններ կար, որ կառավարությունը Նարեկ Կարապետյանը այցած համապատասխանատու Ճիշտ ասած, այդ համապատասխան փաստաթուղթը ինձ էլ են ասել, որ արդեն լրագրողների ձեռքում է, լրատվամիջոցներից մեկը։ Լրատվամիջոցներից մեկը մենք չենք ցանկանում դա հրապարակել, հաշվի առնելով շատ հանգամանքներ, բայց հաշվի առնելով թուղթը հրապարակված է, ուղղակի հերթական անգամ պետության վերաբերմունքները մասնավորի բիզնեսի նկատմամբ Նարեկ Կարապետյանը շատ ճիշտ է անում, որ չի անդրադառնում այդ թեմային, ինչի համար, որովհետև ինչպես բազմիցս ես նշել եմ, Սամվել Կարապետյանը բացարձակ խնդիր չունի իր ունեցվածքը պաշտպանելու, տեսնելով երկիրը ուր է գնում եւ ինչ վիճակում, այստեղ խոսել հեծի կամ իր կորցրած կամ բանակցությունների մասին կարծում եմ ճիշտ չի։ Իհարկե ոչ, այդ առաջարկը որ մի բանական կամ տրամաբանություն ունեցող մարդը կարող է ընդունել։ Ընդհակառակը այդ ներկայացնողին պետք է, այսպես ասած, ուղարկել համապատասխան մասնագետին։ Պարոն Ղազենյան, հարցը ինֆոկիսատ մնաց։ Կարող եք հստակեցնել այդ մեկ միջոցը, որով կարելի է այդ ձեր ասած հարցին լուծում տալ։ Այսինքն դա տեստ հանձնի պարոն Փաշինյանը, կարող եք հստակեցնել ինչ նկատի ունեք։ Դուք ասաց։ Բայց դա նկատի ունեք։ Դուք ասաց։ Կա այդպիսի թեստ թունավոր սնկեր։ Չեմ կարող ասել, ես խոսքը սնկի մասին, ես ոգեվիճակի մասին եմ խոսում, որը հավատացած եղեք ունենք համապատասխան մասնագետին։ Երեք Նիկոլ Փաշինյանը ասել, որ այդ հայտարարությունների համար հայց է ներկայացնել, հասնել է նրան, որ պատժում է էլի հավելի ներառել, Ինչի՞ չեք ուզի կրկնել, ոնց կարող է պատահի, կներեք 1000 անգամ, չեմ ուզում իջնել այդ մակարդակին, բայց ինչ աշխատում, եթե չեմ սխալվում, իրավական ձևով դատարանում ուտացնել եւ այլն։ Լավ է, երկիրը ընդհանրապես իրավապահ համակարգ չունի, կամ իրենք իրենց կողքը գոնե առաջի իրավաբանական ֆակուլտետի առաջի կուրսի ուսանողի գիտելիքներ չունեն, որպեսզի հուշեն համապատասխան անձին, որ այդպիսի իրավական ընթացակարգ գոյություն չունի։ Այսինքն այդ հայտարարություններին անդրադառնալը մեզ պատվից ցածր է հավատացել։ Նորմալ է կամարը, որ քարոզարշավը այսպեսի, այսպես ասեմ, մակարդակից է սուսում, դա երկկողմանի է, հատ է իշխանությանը, թե իշխանությանը։ Հիմա խոսում թող է քարոզարշավից։ Այսինքն ոչ թե առաջարկներով ինչ-որ քաղաքացիներին, այլ փոխադարձ վիրավորանք որպես մեր կողմից ամենայն դեպս վիրավորանք չկա, ասեմ ինչի համար, մենք փորձում ենք հասնել ինչ որ տեղի ունենում, որովհետև համոզված եղեք, որ այդ մարդու վարքագիծը ոնց ասեմ, շատ դեպքերում նորմալ չի։ Այսինքն վերջինաշուտ երկրի ղեկավար, հիմա մեր ուժի ղեկավարը փորձում է հասկանալ, թե դա այսպես ասած ինչից է գալիս ու կարծում եմ, որ մեր ժողովրդին էլ դա պետք է հետաքրքրի, կարծում եմ ժամանակը գա եւ ամեն ինչ բաց կլինի։ Թող դիմեն։ Համեցեք։ Այդ մամակը արդեն ձեր ձեռքում կա, չէ՞։ Այսպես ասեմ, մենք բնականաբար նաև պատճառներից մեկն էր, բայց այսօր հեծին չանդրադառնալ ունի մի նպատակ։ Հաշվի առնելով երկրում տիրող վիճակը, հաշվի առնելով մեր
պետության արժև այսպես զարացած մարտահրավերները, այսօր հեցի մասին խոսալ հավատացի ճիշտ։ Մեկնարկը այսպես ասած տրվեց 3 ձեր օգնությամբ, հաշվի առնելով, որ բոլորը ներկա եք պարոն Կարապետյանի ասուլիսին, որ երեկա տրվել, մի հատ էլ դրա համար թող դա տտեն։ Ինչ առումով եմ ասում 3 մեկնարկը տրվեց, հաշվի առնելով, որ առաջի անգամ պարոն Կարապետյանը հնարավորություն ունեցավ, ցանկություն միշտ ուներ, բայց հնարավորություն ունեցավ այդ ձևաչափով։ Եվ եթե զգացել եք, այսպես բոլորս մեզ հետ անկեղծ պետք է, եթե զգացել եք շատ զգուշ եւ շատ ճիշտ է խոսում, այսինքն ասում էր բաներ, որ հիշում եք շեշտում էր 5 տարի հետո գա հարցնեք կտեսնենք։ Ես կարծում եմ, որ դա ոչ մեկ թող չնեղանա, բայց դա շատ նոր ձևաչափ է խոսել 100% ճիշտ, այսինքն չասել պոպուլիստական կամ քաղաքական ինչ-որ բան, ինչպես նշում են քաղաքականության մեջ այդպիսի բաներ որոշակի չափով թույլատրելի է, բայց մեր ուժը եւ իր ղեկավարը ասում է այնպիսի բաներ, որոնք 100% կատարվող են եւ կատարվելու են։ Ինչ վերաբերում է ընթացքին, Աստված մեզ հետ, մենք այսպես ասած հավատքով դեպի Աստված, հավատքով դեպի մեր ժողովուրդը գնում ենք առաջ եւ համոզված ենք, որ չգիտեմ արդեն որ բառն ասենք, որ ճիշտ է։ Դինեբրե ուժը հայաց։